Փարվանա հերոստատեսության եթերում փայլող աստղեր հերոստանախագիծն է։ Այսօր մեր հյուրն է Նազելի Գրիգորյանը Նինոցմինդա քաղաքից։ Նազելի Գրիգորյան ծնվել եւ ապրում է Նինոցմինդա քաղաքում։ Արմատներով սերում է տերյանական տոհմից։ Հայ եւ վրացական արվեստի սիրահար է։ Արդեն 5-ից 6 տարի է հաճախում է Պարի։ Ուսումնասիրում է նաեւ երգարվեստը։ Մտադիր է դառնալ պարուհի։ Բարև Նազելի։ Բարև ձեզ։ Ինչպե՞ս եք։ Լավ, դուք։ Լավ, շնորհակալություն։ Նազելի ջան, ապա խնդրեմ ներկայացեք, ով եք, որտեղից եք եկել եւ ինչով եք զբաղվում։ Ես Նազելի Գրիգորյանն եմ, Նինոցմինդայից, զբաղվում եմ պարով, արդեն 5-ից 6 տարի է զբաղվում եմ։ Ես պարը շատ եմ սիրում, դրա համար էլ ընտրել եմ հենց դա։ Ունեք գեներում Գերդաստանում ինչ-որ արվեստի հետ կապ ունեցող մարդիկ եւ եթե այո, ովքեր են։ Շատ մարդիկ կան, ովքեր զբաղվել են պարով եւ ես հենց ընտրել եմ նրանց արվեստը։ Բացի պարից մենք գիտենք նաեւ լսել ենք նաեւ որ ձեր գեներում կան նկարիչներ, գրողներ, ուրիշ երաժիշտներ, թատերական արվեստ ունեցող մարդիկ, ապա ովքեր են կարող ես պատմել ինչ նրանց։ Նկարիչներից Հմայակ Գրիգորյանն է, իմ հայրեղբայրը, ինքը շատ է սիրում նկարել, իմ պապը, ինքը շատ է սիրում գրել, բանաստեղծություններ, էպոսներ, հումորներ եւ այլն։ Իսկ ում մոտ ես հաճախում պարի, ով է քո պարուսույցը եւ ինչպիսի փոփոխություն ես նկատում քո մեջ այս ամբողջ տարիների։ Հաճախում եմ 3 տեղ պարի, մի տեղ վրացականի, 2 տեղ հայկականի պարուսույցներն են Լուսինե Մզիկյանը եւ Ֆիալա Բաբոյանը, իսկ վրացականինը Սյուզաննան եւ Քրիստինեն։ Մասնակցում եմ փառատոների, գնացել եմ Թբիլիսի, Երևան, Գյումրի եւ ինձ շատ դուր է եկել այդ քաղաքները։ Ավելի շատ ինձ դուր է եկել Գյումրին, որովհետեւ այնտեղ ամեն ինչը սիրուն գեղեցիկ է։ Արհեստի ու արվեստի քաղաք է, դրա համար սիրում եմ։ Բացի պարից էլ ինչով ես զբաղվում հաճախում։ Բացի պարից հաճախում եմ երաժշտության, Նինոցմինդայի երիտասարդական կենտրոնում։ Այնտեղ եմ շատ հավանում երգը։ Ճիշտ է, ես մի քիչ ձայնային տվյալները չունեմ, բայց հաճախում եմ որպեսզի ավելի փոխեմ ձայնային տվյալներս։ Եվ մոտիկից, ինչպես հասկացանք, ծանոթանաս երաժշտության արվեստին։ Իսկ մեր համար կպարես ինչ-որ մի բան, ինչ կցանկանայիր պարել։ Կցանկանայի վրացական Ռաջուլի աճարան կպարեի։
Փարվանայի ալիքները ձգվում են տարբեր հորիզոններ, ձգվում են բացահայտելու մեր նորանոր տաղանդներին, մեր փոքրիկներին։ Նրանք են մեր ապագան, ու մենք հույսով ենք, որ նրանք մեզ ավելի առաջ կտանեն, ու առաջ կտանեն նաև հայ մշակույթը, ինչու՞ չէ նաև վրացական մշակույթը։ Հիշեցնենք, որ մեր այսօրվա հյուրը Նազելի Գրիգորյանն է Լինոց Մինդա քաղաքից։ Ցտեսություն։